Միրզոյան, ԱՄՆ պետքարտուղարի այցը տրանզիտ այց էր առանց գիշերակացի, նա ընդամենը մոտ 1 ժամ մնաց Հայաստանում, չայցելեց Երևան, չհանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ուզում եմ իմանալ ինչով էր պայմանավորված այս հապճեպությունը։ Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում եւ հիմա նույնիսկ Երևանում չի իմ տեղեկություններով, այլ մարզերից մեկում, Կոտայքի մարզում իրականացնում է քարոզարշավ, ինչպես կառավարության մեջ բազմաթիվ այլ գործընկերներ։ Հետևաբար հանդիպումներ, օրակարգի, չգիտեմ, հնարավոր այլ կետեր, որոնք սովորաբար լինում են նման այցերի դեպքում, այո, այս անգամ չեղան, բայց մենք գիտենք նաև, որ լինում են բազմաթիվ այցեր, որտեղ բանավոր հնչում են հավաստիացումներ, քննարկվում են բազմաթիվ կարևոր հարցեր, իհարկե, տեղի ունենում բազմաթիվ հանդիպումներ, բայց օրինակ չեն լինում փաստաթղթերի ստորագրում։ Ես նորից եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, հարգելի գործընկերներ, որ այսօր ստորագրված փաստաթղթերը մեկը մեկից կարևոր են։ Մեկը Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցությունը, այսուհետ համապարփակ ռազմավարական գործընկերություն անվանվում։ Այդ փաստաթուղթը հարստացված է արհեստական բանականության, տիեզերքի ոլորտում համագործակցության հիմնահաստատման վերաբերյալ պնդումներով, ինչ որ ուղիների մատնանշմամբ եւ այլն։ Դուք պատկերացնում եք, չէ՞, արհեստական բանականություն, տիեզերք համագործակցություն Միացյալ Նահանգների հետ մոլորակի 200 պետություններից քանիսն կուզեին այս համագործակցությունը իրենց մոտ տեսնել։ Հիմա մյուսը օգտակար հանածոներ։ Ամբողջ աշխարհ առավոտից իրիկուն խոսում է մատակարարման շղթաների, քրիտիկական հազվագյուտ մետաղների, դրանից բխող նորից կիսաղորդիչներ, արհեստական բանականություն եւ այլ համագործակցության մասին։ Մյուսը թրիփը, ընդամենը մի տարի անցել հռչակումից, մի տարի չի անցել, ինչքան օգոստոսից մինչև հիմա 8-9 ամիս անցել այդ հռչակումից։ Եվ ահա մենք այսօր Դες պայմանագրերը, հարգելի գործընկերներ, բանակցվում են 2 տարի, 3 տարի, 9 ամիս հետո մենք պայմանագրի տեքստն ենք համաձայնեցրել եւ նախաստորագրում ենք։ Էլի բազմաթիվ շահարկումների ֆոնին, որ Միացյալ Նահանգները կորցրել է հետաքրությունը կամ չգիտեմ Հայաստանը կորցրել է հետաքրությունը կամ պատշաճ արագությամբ առաջ չեն գնում։ Այցի ժամկետը պայմանավորված էր մեր երկու պետությունների ցանկությամբ օր առաջ, վայրկյան առաջ ունենալ նոր հերթական առաջընթաց թրիփի գործում, մնացած ոլորտներում։ Եթե մեր մի շաբաթ առաջ նկատենք տեքստի համաձայնություն, իհարկե այստեղ նախարարների, տվյալ դեպքում ավելի շատ պետքարտուղար Ռուբիոյի գրաֆիկի այդ հարցեր էլ կան եւ այլն, հիմա է հնարավոր եղել, հիմա արեցինք էլի։